Տիկին Կորկոջյան, կխնդրեմ ներկայացնել նախ եւ առաջ այսօրվա կոնֆերանսի անցկացման նպատակը, ինչ նպատակով էր այն իրականացվում եւ որներ ինչին է դա խթանելու նաեւ այսօր։ Իհարկե, Microsoft ընկերությունը աշխատում է մի շարք պետական եւ մասնավոր հատվածի կազմակերպությունների հետ ամբողջ աշխարհում տրամադրելով նրանց IT լուծումներ։ Այսօրվա կոնֆերանսի նպատակն է մենք ունենք մի շարք հրավիրված հյուրեր եւ նպատակն է այդ լուծումների մասին պատմել նաեւ մեր տեղական կազմակերպություններին, մի փոքր ավելի մանրամասն եւ ներկայացնել բոլոր այն նորությունները, նոր ապրանքները, որ ընկերությունը հանդես է գալիս եւ ներկայացնում է ամբողջ աշխարհին։ Ինովացիոն տեխնոլոգիաները այսօր բիզնեսում զարգացման եւ ընդլայնման ինչպիսի հեռանկարներ ունեն ձեր կարծիքով։ Իմ կարծիքով դա պարտադիր նախապայման է իրականում բիզնեսի զարգացման համար, ինձ թվում է բոլորս էլ համաձայն ենք եւ չենք հերքի, որ այդ թվային տրանսֆորմացիա կոչեցյալը առկա է մեր կյանքում, թե մեր առօրյայում եւ թե նաեւ բիզնեսների կյանքում եւ առանց այդ թվային տրանսֆորմացիայի գործիքների այդ զարգացումը, գրեթե անհնար է։ Եվ այն բիզնեսները, որոնք որ չեն օգտվում տվյալ գործիքներից կամ գոնե չեն սկսում օգտվել, նրանք իհարկե տուժում են եւ հետ են մնում իրենց մրցակիցներից։ Այնպես որ ամփոփելով կարող եմ ասել, որ դրանք չափազանց կարևոր են եւ դրանց կարևորությունը իհարկե շարունակաբար աճում է։ Իսկ Հայաստանում տիրող իրավիճակը ընդհանուր պատկերը կարող եք ներկայացնել այս բնագավառում։ Իհարկե ելնելով օբյեկտիվ պատճառներից իհարկե IT-ն հանդիսանում է դեռևս շարունակում է հանդիսանալ բավականին ծախսատար գործիք երևույթ, սակայն շատ կազմակերպություններ արդեն սկսում են գիտակցել IT-ի արժեքը եւ ներդրումներ կատարել IT-ի մեջ, բարելավելով իրենց IT ենթակառուցվածքները, օգտվելով տարբեր լուծումներից, որոնք ի վերջո բարելավելու են իրենց ծառայությունները, որը մատուցվում են հանրությանը։ Իսկ ինչ տեղեկատվական տեխնոլոգիաները այն ոլորտն է, որը պահանջված եւ հետ է ընդարձակվող այն ոլորտն է, որ զարգանում է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում եւ պահանջարկը նրա նկատմամբ գնալով մեծանում է։ Սակայն դրան զուգահեռ կան նաեւ մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, որոնք են այդ խնդիրները մասնավորապես Հայաստանում։ Հիմնական խնդիրներից է իհարկե կիբերանվտանգությունը, որ խնդիր է հանդիսանում ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում։ Մեր ընկերության նպատակներից է Հայաստանում իհարկե բարձրացնել իրազեկվածությունը, որովհետև այդ խնդրի հետ կապված անմիջապես այն փաստն է, որ հանրությունը պարզապես տեղյակ չէ կամ բավականաչափ տեղյակ չէ բոլորային ռիսկերից, որոնք որ իրենցից ներկայացնում են կիբերվտանգները, կիբերվնասները։ Առհասարակ, չգիտեմ, բիզնեսի ընդլայնման առումով, ընդարձակման, նաև միջազգային շուկա դուրս բերելու առումով, քանի որ դա ամենակարևոր կարելի ասել հարցերից մեկն է, որ յուրաքանչյուրը ձգտում է ինչ-որ հաջողություններ ունենալով արդեն ընդլայնել իր աշխարհագրական սահմանները նաև։ Իհարկե IT տեխնոլոգիաները թույլ են տալիս, որպեսզի բիզնեսը իր ծառայությունները մատուցի, իր կոնկրետ տարածքից դուրս, այսինքն ինտերնետը տեսեք ինչպիսի հնարավորություններ է ստեղծում, այնպես որ այո, օգտվելով այդ լուծումներից կամ մշակելով տարբեր լուծումներ, այսօր IT-ն հնարավոր է դարձնում այդ լուծումները առաջարկել ոչ միայն Հայաստանում, որտեղ շատ եւ շատ կազմակերպությունների համար շուկան բավականին փոքր է, այլ նաեւ առաջարկել այդ լուծումները տարածաշրջանի այլ երկրներում եւ ինչու ոչ ամբողջ աշխարհում։ Իսկ սկսնակների համար, ովքեր դեռևս նոր ստարտափ ծրագրեր են մշակում, ամենակարևոր խնդիրը ո՞րն է։ Մասնավորապես նկատի ունեմ, այսինքն ներդրումներ են հարկավոր աջակցել, խթանել նրանց, որպեսզի կարողանան ընդարձակել իրենց բիզնեսը։ Այս մասով ինչ շեշտադրումներ կառանձնացնեն։ Իհարկե սկսնակների համար շատ կարևոր է գաղափարը, որպեսզի գաղափարը լինի կենսունակ, կարևոր են գիտելիքները, մրցակցության վերաբերյալ, շուկայի վերաբերյալ եւ նաեւ իհարկե կարևոր են ներդրումները եւ այն մարքեթինգային, ուղիները, որոնց միջոցով նրանք իլուր կհասցնեն այդ պրոդուկտները ամբողջ աշխարհին եւ կկարողանան ստեղծել շուկա եւ պահանջարկ։ Երեկվանից էկոնոմիկայի նախարարությունը, որը այս ոլորտի հիմնական պատասխանատուն է եղել, երեկվանից վերանվանվելով ներդրումների եւ ձեռնարկատիրությանն աջակցող նախարարություն, ավելի այսպես ասած տիպիկ ընդգծելով այդ տվյալ նախարարության գործառույթը, մինչ այսօր համագործակցությունը ինչպես է ստացվել տվյալ գերատեսչության հետ եւ արդյոք միշտ այն ժամանակին է եղել, արդյոք միշտ այն արդյունավետ է եղել։
Երևի նախ ընդհանուր ասեմ, հա, մեր համագործակցության վերաբերյալ կառավարության հետ, ասեմ, որ շատ դրական կերպով համագործակցում ենք կառավարության հետ, ստանում ենք նրանց աջակցությունը, մի շարք ծրագրեր ենք իրականացնում կառավարության, ինչպես նաև Microsoft Իննովացիոն կենտրոնի հետ համատեղ, ծրագրերը շատ են, այս պահին չեմ ուզում մանրամասնել, կոնկրետ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ իրականացնում ենք մի ծրագիր, որի շրջանակներում ստեղծել ենք մի շարք ստարտափեր, որոնք մշակում են տարբեր լուծումներ փոքր եւ միջին բիզնեսների համար Հայաստանում, այսինքն բոլորս էլ գիտենք, որ նման լուծումները առկա են ամբողջ աշխարհում, սակայն շատ հաճախ նրանք ուղղակի բավականին թանկ են լինում եւ դժվար է մեր երկրում գործող փոքր եւ միջին բիզնեսին նման ծրագրերի համար վճարել եւ գաղափարը այնպիսին էր, որ ստեղծվեն լոկալ լուծումներ, որոնք նաեւ կլինեն բավականին մատչելի այդ բիզնեսների համար եւ որոնցից նրանք կարող են օգտվել։ Համագործակցությունը նորից եմ ասում շատ դրական է, ծրագիրը իր ընթացքում է, հույս ունենք պաշտոնական, այսպես ասած, բացումը կատարել աշնանը, որի մասին ավելի շատ կպատմենք բոլորին։ Իսկ այդուհանդերձ պետական մակարդակով տրամադրվող աջակցության ամենակարևոր բաղադրիչը ո՞րն է ձեր գնահատմամբ, որն առաջին հերթին պետք է լինի բիզնեսի զարգացման համար, մասնավորապես մեր երկրում փոքր ու միջին ձեռնարկատիրությունները հատկապես գիտենք ինչ իրավիճակում են գտնում, շատերը կամ որ չեն կարողանում շարունակել իրենց գործունեությունը, փակվում են կամ հազվագյուտ դեպքերում է հնարավոր փոքրից գոնե ինչ-որ առումով միջին բիզնեսի հասնել, այս առումով պետության կատարելիք աշխատանք ամենակարևոր ո՞րն է։ Դա ինքս փոքր եւ միջին ձեռնարկությունների մասնագետ չեմ, այնպես որ չգիտեմ որքանով պատասխանս ճիշտ կլինի, իմ սեփական կարծիքով ուղղակի ասեմ, որ իհարկե շատ կարեւոր է հարկային դաշտը, շատ կարեւոր է այդ ընդհանուր միջավայրը, հա, բիզնես միջավայրը, կարեւոր է այդ տեղեկատվությունը, որ ստացվում են դրսի շուկաներից, հա, այդ ինֆորմացիան, այդ գիտելիքները, որոնք գալիս են դրսից, ինձ թվում է դրանք են կարևոր հանգամանքները երկրում բիզնեսի շարունակական զարգացման համար։ Նոր կառավարությունից ինչ ակնկալիքներ ունեք, մասնավորապես նկատի ունեմ նաև, քանի որ տրանսպորտի եւ կապի նախարարությունը այսուհետ վերանվանվեց տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաներին նախարարություն, այս առումով ինչ, այսպես ասած, ակնկալիքներ ունեք եւ ինչ համագործակցություն եք ենթադրում։ Ասեմ, որ ինչպես ասացի, արդեն նախորդ կառավարության հետ շատ մոտիկից աշխատում ենք եւ մասնավորապես նախկին վարչապետի հետ, կոնկրետ կապի նախարարության հետ ոչ մի ընդհանուր ծրագիր չենք ունեցել։ Իհարկե, ակնկալիքները ընդհանուր առմամբ այնպիսին են, որ կշարունակենք նման համագործակցությունը։ Մենք որպես ընկերություն պատրաստ ենք աջակցել կառավարությանը, պատրաստ ենք լինել, այսպես ասած, լավ քաղաքացի Հայաստանում։ Այս պայծրությամբ շարունակում ենք համագործակցությունը տարբեր գերատեսչությունների հետ, կապը այդ դեռևս այդ թվում չէ, սակայն աշխատում ենք օրինակ պաշտպանության նախարարության հետ, օգնելով նրանց կիբերանվտանգության խնդիրներում, ինչպես ասացի, արդեն էկոնոմիկայի նախարարության հետ, կրթության նախարարության հետ, անպայման օգնելով ժամանակակից տեխնոլոգիաները ներգրավել դասապրոցեսի մեջ։ Այնպես որ հույսով եմ, որ նոր կառավարության հետ նույնպես կկարողանանք հաջողակ կերպով համագործակցել։ Տիկին Կորկոյան, կխնդրեմ ուղղակի թույլատրելի սահմաններում նշել եւ կամ առանձնացնել այն ոլորտները, այն գերատեսչությունները կամ կարելի ասել թեւկուզ նաեւ այն ոլորտները, որոնք այսօր կիբեր անվտանգության տեսանկյունից Հայաստանում առավել խոցելի են։ Խոցելի են ամբողջ աշխարհի կազմակերպությունները բոլոր թե մասնավոր թե պետական հատվածի հենց երեք նորություններով հայտարարեցին, որ Yahoo ընկերության մոտ 500 միլիոն օգտատերի տվյալներ են կոտրվել, այսինքն նույնպես այդպիսի աշխարհահռչակ գլոբալ կազմակերպությունները, ինչպիսին որ Yahoo-ն են, ապահովագրված չեն նման խնդիրներից։ Կարծում եմ, որ խոցելի են իրականում բոլորը եւ բոլորը պետք է շատ լրջությամբ մոտենան նման խնդիրներին։ Բնականաբար այստեղ կառանձնացնեմ անվտանգության հետ կապված ազգային պաշտպանության եւ այլն գերատեսչությունները ու հասկանալի պատճառներով եւ ասեմ, որ իհարկե կարևորագույն նախապայման է ապահովագրվել նման
ռիսկերից դա իհարկե լիցենզավորված ծրագրային սպասարկումն է, թե Microsoft ընկերության եւ թե այլ ընկերությունների, որովհետեւ այդ ընկերությունները անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում, որպեսզի այդ ծրագրային սպասարկումը լինի ապահով, ինչպես նույնպես տեսանք ներկայացումից, եւ ինչ որտեղ, ինչ որ չափով իհարկե երաշխավորում են ապահովությունը 100%-ով անհնար է նման ապահովություն երաշխավորել, պետք է անընդհատ զգոն լինել, ամենայն դեպս շատ կարևոր է ուշադրություն դարձնել, թե ինչ ծրագրային սպասարկում է օգտագործվում եւ ոչ լիցենզավորված ծրագրային սպասարկումը իհարկե շատ եւ շատ մեծացնում է այդ ռիսկերը։ Իսկ մեր աշխարհագրական դիրքը հաշվի առնելով մեր հարևանների համեմատությամբ այդ ծրագրային սպասարկումից, որի մասին քիչ առաջ խոսեցինք, մենք ինչ դիրքերում ենք գտնում, առավել շահեկան, առավել պաշտպանված, թե եթե համեմատական զուգահեռներ անցկացնեն, ինչ դիրքերում ենք մենք այսօր։ Հենության ցուցանիշից եկեք խոսենք, ասեմ, որ ցավոք սրտի Հայաստանում հենության ցուցանիշը ամենաբարձրն է տարածաշրջանում, կազմելով 86%։ Եվ քանի որ արդեն կապեցի, այդ հենության խնդիրները ոչ լիցենզավորված ծրագրային սպասարկման այդ ռիսկերի հետ, այստեղից նաև կարելի է ենթադրել, որ այդ ռիսկերը նույնպես բավականին մեծ են։ Ցավալի է այն փաստը, որ նախ բավականին բարձր է ցուցանիշը, բայց ինչը ավելի տխուր է, որ ցուցանիշը չի փոխվում վերջին տարիների ընթացքում։ Օրինակի համար ասեմ, որ հարևան Վրաստանում այդ ցուցանիշը վերջին 2 տարվա ընթացքում նվազել է 6 կետով, 6։ Այսինքն դա բավականին զգալի ցուցանիշ է Վրաստանի համար։ Դա բավականին զգալի է, այնտեղ կարծեմ, եթե չեմ սխալվում, 87%-ից նրանք հասել են 81%-ի։ Շարունակում է իհարկե բարձր մնալ, եթե համեմատենք այլ զարգացած երկրների հետ, բայց նույնիսկ 1%-ադրույքի փոփոխությունը էլի ունենում է իր ազդեցությունը։ Աշխատանքի արդյունավետության եւ հենց այդ նույն անվտանգության բարձրացման հետ կապված այսօր ինչ գործիքներ եւ ինչ լուծումներ կան այս ուղղությամբ։ Գործիքները շատ են, սկսված Microsoft Office ծրագրերի փաթեթից, որոնց մեջ մտնում են Word, Excel, PowerPoint եւ նման տիպ ծրագրերը, որոնք մենք բոլորս գրեթե մեր առօրյա կյանքում, աշխատանքային կյանքում օգտագործում ենք, կիրառում ենք, ասեմ, որ այսօր արդեն գոյություն ունի դրա անպային տարբերակը, որը ինչով է կարևոր մեր տարածաշրջանի համար, որ բաժանորդագրման հիմունքներով հնարավոր է դառնում ձեռք բերել կամ օգտվել նման ծրագրերից, ինչը շատ ավելի մատչելի է դարձնում ամսական վճարները։ Եվ նաև անպային տարբերակների դրական կողմն այն է, որ հնարավոր է սինխրոնիզացիան տարբեր սարքերի միջև, այսինքն եթե դու աշխատանքդ սկսում ես համակարգչիդ վրա, երեկոյան վերադառնում ես տուն, կարող ես աշխատանքդ շարունակել քո հեռախոսի կամ պլանշետի վրա։ Գոյություն ունեն իհարկե մի շարք մասնագիտացված ծրագրեր, որոնք օգնում են բարձրացնել արդյունավետությունը տարբեր ոլորտներում, ինչպիսին է օրինակ բանկային ոլորտը, մեծածախ առևտուրը եւ այլն։ Դրանք շատն են, այս պահին ուղղակի դրանք բոլորը չեմ կարող նշել։ Լավ, ուղղակի մի էսպեսի ճշտող հարց, վերադառնալով կրկին այդ անվտանգության մեր հարևանների հետ կապված, ուզում եմ հասկանալ անվտանգության առումով, այդ կիբերանվտանգության առումով, Թուրքիա, Ադրբեջան, մեր հիմնական, հակառակորդների հետ կապված, որովհետեւ շատ է լինում, որ կարևոր օրերից առաջ միշտ գիտեք, որ հակերային հարձակումներ են լինում, ինչ որ որ կարևոր սայթեր են, այսպես ասած, կոտրվում եւ այլն, այս առումով մենք նրանց հետ համեմատած, այսինքն մեր կիբերանվտանգությունը առավել բարձր մակարդակի վրա է գտնվում Թուրքիայի, Ադրբեջանի հետ համեմատած կամ չգիտեմ հենց նույն Վրաստանի հետ համեմատած, թե ինչն է պատճառը, որ միշտ լինում են դեպքեր, երբ որ թիրախ ենք դառնում եւ նրանց մոտ գուցե նաեւ հաջողվում է կարևոր ինչ որ սայթեր կոտրել։ Դա իհարկե կապված է նորից ենթակառուցվածքների պաշտպանվածության աստիճանից, ենթադրում եմ, նորից ստույգ տվյալներ չեմ կարող ասել, ենթադրում եմ, որ Թուրքիայում մի փոքր երևի ավելի պաշտպանված է, կարող եմ ասել, որ Ադրբեջանում եւ Վրաստանում տարածաշրջանում ընդհանուր մակարդակը գրեթե նույնն է։ Այստեղ հիմնական խնդիր այն է, որ հնարավորինս ուժեղացնել ենթակառուցվածքները, ինչպես ասացի, նամանավանդ այն ստորաբաժանումների, որոնք որ անմիջապես կապված են անվտանգության հետ, որպեսզի հնարավորինս նվազեցնել նման ռիսկերը։